44-օրյա պատերազմի ավարտից 5 տարի անց էլ բազմաթիվ հարցեր մնում են անպատասխան։ Զեկույցը թեև պատրաստ է, բայց տեղ է գտել ոչ թե ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգում, այլ առաջին բաժնում։ Մինչ Սերժ Սարգսյանը պատերազմի պատճառների ու ընթացքի մասին ուշագրավ հայտարարություններ է անում, Փաշինյանը բանակցային թղթերն է պատրաստվում հրապարակել։ Երրորդ նախագահի տպավորությամբ ներկայիս վարչապետը չի կարողացել մանրամասն տիրապետել բանակցային գործընթացին, որովհետև միայն փաստաթղթեր ընթերցելով դժվար էր հասկանալ, թե այդ փաստաթղթերը կողմերին ուր են տանում։ Երևի թե արդեն Դուշանբեում ինչ որ պայմանավորվածություններ ձեռք բերել Ադրբեջանի ղեկավարի հետ, ինչու եմ ես այսպես կարծում, որովհետև դրանից հետո տեղի ունեցան իրադարձություններ, որը սկսեցին շատ խիստ անհանգստացնել։ Իսկ Սերժ Սարգսյանին անհանգստացրել է, թե ինչու են համանախագահները խնդիրը հայտնի 3 սկզբունքների հիմքով լուծելու փոխարեն իր ձևակերպմամբ նաև Հայաստանի համաձայնությամբ փոխել դիրքորոշումը եւ գրել, որ խնդիրը պետք է լուծվի, այսպես ասած, արդարության սկզբունքով։ Երևի ինչ որ առևտուր էր կայացել, այո, մենք այդ սրան կհամաձայնենք, դու էլ մի կրակի սահմանի վրա։ Այս դրվագին նաև Ադրբեջանի արտգործնախարարն է անդրադարձել։ Ըստ Բայրամովի, Փաշինյանի դիրքորոշումը սկզբում բավական կառուցողական է եղել։ Հայտարարել է, որ նոր է իշխանության եկել եւ ձեռնարկելու է անհրաժեշտ քայլերը հակամարտությունը լուծելու համար։ Նաև խնդրել է դադարեցնել սահմանային գրակոծները։ Բայց արդեն 2019-ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ Ալիևի հետ հանդիպմանը ամբողջությամբ փոխել է դիրքորոշումը, բացահայտ հայտարարել, որ չի կարող լուծել հարցը։ Ընդ որում, ըստ Բայրամովի, շատ հետաքրքիր փաստարկ է բերել ասելով. Եթե ես դա անեմ, ինձ կսպանեն, դուք ուզում եք, որ ինձ սպանեն։ Փաշինյանը սոցցանցով 44-օրյայից 5 տարի անց ասում է, որ պատերազմը կանխելու համար անհրաժեշտ էր, որ Հայաստանի պատկերացրած լեգիտիմությունը համապատասխանեցվեր միջազգային լեգիտիմությանը, որոնց միջև ճեղք էր առաջացել։ Մեր պատկերացրած լեգիտիմությունը եւ Ղարաբաղի հարցի կարգավորման միջազգային հանրության պատկերացրած լեգիտիմությունը ես ուղեծրով իրարից հեռացել էին։ Պատկերացումները համաձայնեցնել գործնականում հնարավոր չէր համարել Փաշինյանը, քանի որ առաջին քայլով պետք է ընդուներ, որ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում։ Այլ տարբերակ ըստ նրա չկար։ Եթե մենք կարծում ենք, որ մենք դա կարող էինք անել 18-19 թվականներին, ուրեմն այո, դա իմ սխալն է, որ ես դա չեմ արել։ Սերժ Սարգսյանը տեսել է այն նոր փաստաթուղթը, որն Արցախի հարցով առաջարկել էին Փաշինյանի իշխանությանը։ Այդ մասին տեղեկացրել է Արցախի ղեկավարությանը։ Երրորդ նախագահի խոսքով այդ փաստաթուղթը որպես բանակցությունների հիմք հանգիստ կարելի էր օգտագործել։ Թե ինչու ինքը իրան գժի տեղ դրեց, այդ իր խոսքերն է, իմ խոսքերը չեն։ Կարծում եմ, որ ինքը պատրաստ չէր փոխզիջումների միջոցով գնալ խնդրի լուծմանը։ Պատերազմական որոշ գործողություններ երրորդ նախագահի մոտ հարցեր են առաջացրել, մասնավորապես հոպերի մասին։ Ինչպես ասում են, առաջի օրը մեր հակաօդային պաշտպանության միջոցների կեսը արդեն ոչնչացվել էին, նաև հրետանային միջոցների։ Ինչ կա չհասկանալու, ձեր թողած հոպ համակարգը ոչ թե առանձին վերցրած միջոցները, այլ ընդհանուր առմամբ հոպ համակարգը մետալալոմ էր, բառից բուն իմաստով մետալալոմ։ 2023-ից 25 թվականներին կառավարությունը մոտ 450 միլիոն դոլարի ներդրում է արել Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրում։ Փաշինյանը նախկին նախագահներին ցանկության դեպքում ցույց կտա վերջին տարիներին բանակի ձեռք բերած սպառազինությունն ու տեխնիկան, կատարած ինժեներական աշխատանքները, զինվորների աշխատավարձերը։ Այդ հնարավորությունը նաև քաղաքացիներին է տալիս, միայն թե նրանք պետք է պահպանեն գաղտնիությունը։ Մինչ այդ ցուցադրում է մեր զինվորների նոր բարեկամին։ Սոցցանցային մեկ այլ գրառմամբ Փաշինյանը հարց է տվել, ինչպես են հիմա ապահովելու Հայաստանի անվտանգությունը ու պատասխանել լեգիտիմությամբ։ Իրական Հայաստանի գաղափարախոսության շնորհիվ երկրները հերթով մեզ հետ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի շուրջ համագործակցության սահմանափակումները հերթով հանում են։ Բայց
Այս ամեն ինչը պատերազմի համար չի պետք, այս ամեն ինչը խաղաղության համար է պետք։ Փաշինյանը սոցցանցով նաև սահմանազատմանն է անդրադարձել ու ասել. պետք է վերադարձնենք Արցախաշենը եւ Հայաստանի մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները։ Մինչ այդ առանցքային թղթերը ներառյալ 2019-ը դասավորել է, հետո սքան արել, որ մինչև տարեվերջ հրապարակի, արանքներում դնելով նաև մի քանի հրապարակային թղթեր։ Խոստացել է դնել նաև Սերժ Սարգսյանի գրած մի նամակ, որ չմտածի, արհամարում է։ Իզաբելլա Հովհաննիսյան, Էպիկենտրոն։